ساعت الان Նրանք շարունակելու են գործողությունները, իսկ Իրանը պատասխանելու է։ Սա նշանակում է պատերազմ։ Չի բացառում լայնածավալ պատերազմի ռիսկը Թեհրանի Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։ Նրա կարծիքով տարածաշրջանում հզոր պայթյունը բխում է միայն ներքաղաքական ճգնաժամի մեջ հայտնված Իսրայելի վարչապետի շահերից։ Քաղաքական փակուղում գտնվող Բենյամին Նեթանյահուից իր քաղաքացիները շարունակում են պահանջել վերադարձնել Գազայում պահվող պատանդներին։ Մարդիկ դժգոհում են նրա կառավարության քաղաքականությունից, իշխող կոալիցիան փլուզման եզրին է, երկրում արտահերթ ընտրություններ են պահանջում։ Այս ֆոնին փորձագետները պնդում են, որ Իսրայելի վարչապետը իր քաղաքական փրկությունը տեսնում է նոր պատերազմների ու հնարավոր հաղթանակների մեջ։ Նեթանյահուն լավ գիտակցում է ու ինքը այդ տիպի քաղաքական գործիչ է, որ գիտակցում է, որ իր գոյությունը ներկայությամբ իր կառավարության գոյությունը եւ իր անձեռմխելիությունը ուղղակիորեն պայմանավորված է պատերազմների շարունակությամբ, լինի դա Գազայում, լինի դա Լիբանանում, Սիրիայում կամ առավել եւս Իրանի դեմ պատերազմում ու էսկալացիայի լարմամբ ամբողջ տարածաշրջանում։ Բայց չի ուշանա Իրանի պատասխանը։ Շահնազարյանը հիշեցնում է, Թեհրանը միշտ հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենքի, բայց եթե իր միջուկային օբյեկտները վերացնելու փորձ արվի, պատրաստ է փոխել միջուկային դոկտրինան։ 1980-ական թվականներից ի վեր Իսրայել կոչված պետության գլխավոր ռազմավարությունը եւ նպատակը դա է եղել մերձավոր արևելքի տարածաշրջանում իրենից բացի որևէ այլ պետություն չպետք է ունենա միջուկային տեխնոլոգիա։ 80-ական թվականներին նրանք ռմբակոծեցին Իրաքի միջուկային ռեակտորները, որ նոր ձևավորվում էին եւ ոչնչացրեցին փաստացի Իրաքի միջուկային ծրագիրը, նույնպես վարվեցին Սիրիայի հետ, նույնպես փորձում են հիմա վարվել Իրանի հետ, բայց կա մեկ նրբություն, շատ կարևոր նրբություն, որ Իրանը երբևէ իր քաշով, նշանակությամբ եւ հզորությամբ համեմատելի չէ ոչ Իրաքի հետ, ոչ Սիրիայի հետ, այնպես որ Իրանի հետ նման այսպես կոչված շակերտավոր խաղերը չեն անցնելու։ Շահնազարյանը նկատում է Իսրայելը գործի է դրել լիբանանյան սցենարը։ Անընդմեջ հարվածներով փորձում է գլխատել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Իրանագետը հորդորում է ընդհանրություններ չփնտրել։ Իրանը ոչ ռազմաքաղաքական խմբավորում Հզբոլահն է, ոչ կազմաքանդված Սիրիան։ Այդքան հեշտ չի լինելու Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսպես կոչված գլխատել, դա գրեթե անհնար բան է։ Իրանագետը համոզված է Իսրայելի ահաբեկչական գործողություններին հանցակից է Միացյալ Նահանգները։ Այդպես են կարծում նաև իրանցի փորձագետները, Թրամփի քաղաքականությունն անվանելով երկակի ստանդարտների քաղաքականություն։ Մի կողմից հայտարարում են, որ մենք չենք միջամտել այդ բանին, մյուս կողմից միևնույն ժամանակ հայտարարում են, որ մենք պատրաստ ենք ցանկացած գործողության պաշտպանելու Իսրայելի անվտանգությունը Իրանի պատասխան հարվածների դեպքում։ Ոչ մի երկրի շահերից չի բխում։ Նամանավանդ Միացյալ Նահանգների շահերից ու անձամբ նախագահ Թրամփի անձնական շահերից, որը խոստացել էր, որ Միացյալ Նահանգներին չի ներքաշելու այլևս որևէ պատերազմական գործողության մեջ։ Քաղաքագետը չի բացառում, որ եթե էսկալացիան սրվի, Իսրայելը Իրանի դեմ երկրորդ ճակատ կբացի Ադրբեջանի տարածքով։ Այս մեզ համար ամենավատ սցենարով ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Հայաստան։ Ադրբեջանը կարող է միանշանակ օգտագործել դա Սյունիքի հարցը ռազմական գործողության միջոցով լուծելու։ Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։